Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, կարելի է ասել, որ ոչ ֆորմալ քարոզարշավը ինչ որ իմաստով սկսվել է, օրինակ շաբաթ-կիրակի հանգստյան օրերին, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանը իր թիմի հետ աշտարակում էր եւ այնտեղ իր համակիրների հետ հանդիպման ժամանակ Համակիրներից մեկը բարձրացրեց Արցախ վերադարձի հարցը, Քոչարյանն էլ արձագանքեց, որ բարդ է լինելու, բայց դա հնարավոր է, առաջնահերթ պետք է վերադարձի իրավունքի հարցը բարձրացնել, ապա գնալ այդ հարցի հետևից։ Հիմա հասկանանք, ընդհանուր առմամբ հնարավոր է Արցախ վերադարձ, եւ եթե ոչ, ապա ինչու է այս խոսույթը պարբերաբար դաշտ բերվում, ինչու է արցախցիներին, այսպես ասած, սին խոստումներ տրվում։ Դե սին այդ խոստումը մնում է սին քաղաքական ուղեգծի մեջ, որի դեմքերից մեկն էլ ինքն է, երբ է լինելու, ասում է բարդ է լինելու, հետո է լինելու, իրա մերնելուց հետո է լինելու, որտեղից էլ կենթանի ժամանակ մարդիկ չեն կարողանում հարցի բարձաբանում ստանան, որ մահանալուց հետո ինչ իմանան, ինք ինչ էր ասում, բայց ասում է, ուրեմն դա հնարավոր բան չի, հնարավոր բան չի այսօրվա միջազգային իրադրության պայմաններում, նայեցեք ինչն է հարցը, անշուշտ ուրեմն միջազգային իրավունքը իրար ունի փոխկապակցված եւ փոխլրացված երկու սկզբունք։ Մեկը տարածքային ամբողջականությունն է պետությունների, մյուսը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքն է։ Մենք ակնհայտորեն 44-օրյա պատերազմի ընթացքում դրանից հետո տեսանք, որ ոչ մի պետություն, բացի Հայաստանի Հանրապետությունը, որը հետո նաև լռեց այդ մասին խոսելը, ինքնորոշման իրավունքից չի խոսում, բոլորը խոսում են տարածքային ամբողջականությունից։ Ալմատիի փաստաթուղթն էլ, որի տակ ստորագրել Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ այլ ինչ է, քան տարածքային ամբողջականության մասին փաստաթուղթ ու վերջ։ Հիմա բլեֆ ինչի են անում են, որովհետև ուզում են իշխանության տապալում, ամեն գնով վերադարձ իշխանության, որը չի լինելու, վստահաբար չի լինելու, իմացեք, բայց երկիրը ցնցել, մարդկանց խաբել հնարավոր է։ Հիմա ասեմ հետևյալ, ինչպես է հնարավոր, դա ընդհանրապես հնարավոր է ապակայում, եթե հիմա եթեն էլ ասեմ, այնպես ինչպես Կարսիմարզ վերադարձը, մինչև հիմա Ալեքսանդրապոլում կամ Կումայրում կան կարսեցիներ, որոնք փաստաթղթերը պահում են, եւ հույս ունեն, որ պիտի վերադառնան։ Եվ մարդիկ են եղել, որոնք մահացել են վան վերադառնալու բանով, ցանկությամբ, Ես ասեմ, Երուսաղեմում ճանաչել եմ մեկին, որը իր հայրենիք գնալու տան բոլոր փաստաթղթերը պահել է, բայց թե ինչպես է հնարավոր, այդ հայկական ֆոկուսի մեջ է մտնում։ Հիմա սա ֆոկուսը ասես։ Իհարկե, հիմա ֆոկուս է, բայց ինչպես է հնարավոր շարունակել պայքարը։ Ես չեմ ասում պայքարը պիտի դադարեցնել, ո՞րն է դա։ Ենթադրենք Հայաստանում հավաքված Արցախահայությունը, բայց ոչ օլիգարխան եւ ոչ կագեբեշնիկ ռուսամերները, որտեղ արևմուտքը սրանցից զզվում է, միանշանակ զզվում է։ Գիտեն ովքեր են, ինչ են արել։ Ժողովրդի մասին է, եթե կառաջացներ ներկայացական մի քվեարկությունով մարմին, ասենք 5 հոգյանոց մի խումբ, որ այսօր բայց ոչ չեկիստներ, բաներ, որ ռուսական բանով, Ստրասբուրգում կնստեին կամ Փարիզում կնստեին եւ էթնիկական զտման կամ ինքնորոշման իրավունքի տեղում որոշել։ Այդ հարցը կպաշտպանեին, վերադարձ չէր լինի այսօր, բայց ինչ-որ աշխատանք կկատարվեր։ Սա է միակ հնարավոր տարբերակն այսօր։ Հիմա մնացածը բլեֆի ոլորտից է, ասեցի այնպես, այո, ինչպես Նախիջևանի հայության վերադարձն է հնարավոր իր հայրենիք, Նախիջևանի հայրենակցական միություն կա եւ այլն։ Հիմա որ թարմ է, իրենց համար խոսում են։ Դրա համար խելոք ժողովուրդներն ինչ են անում, խելոք էլիտաները։ Մինչեւ ուրեմն ճողոբրելը իրենք պետություն են կազմակերպում եւ դիմադրում են այնպես, ինչպես Գազայում, ինչպես պարսիկներն են, Իրանն է կռվում, այսպես կռվում են անզիջում, չաշվելով գիտեք, որ կռվենք կմեռնենք, բա կռվում մեջ մեռնել կա, ապրել կա, ամեն ինչ կա։ Մնացածը նախընտրական մի բան է, որ ժողովրդին գրկռելու խեղճ ժողովրդի արյան հաշվով, ուրեմն բան անելն է այդ գործը։ Քանի որ դրանց մասին է խոսքը, մի հարց պետք է տանք, այն պատերազմին քանի հոգով են մասնակցել,
իրենց երեխաները պատերազմին մասնակցել են, թե իրենք արցախցի են, թող գնան, ով է խանգարում։ Հիմա եթե վերադարձել ուզում, մարդիկ մանավանդ Սիսյանից է մերեք գալիս, ժողովուրդ ահռելի թվով ասում են Քոչարյան թող գնա, ով է խանգարում։ Հիմա թող գնա Ստեփանակերտ։ Իրա ցեղով, տեղով, իրա գերեզմանների մոտ թող գնա, խանգարող կա, չկա, չէ։ Ուզում եմ մնացած այսպես, ուրեմն պիտի այդ խոսույթը ունի ուրեմն այդ բլեֆային մասը, որ մանիպուլյացիա է սովորաբար անվանում, կա երկրորդ մասը, կա նաև ուրեմն Ռուսաստանի պահանջների հետ զուգահեռ գնալու, Հայաստանի Հանրապետությունը զարգանալ չթողելու այս հարցերը կան եւ անվտանգության հարց ունի, որտեղ վերջին հաշվով դուք հիշում եք 5-6 տարվա ընթացքում ինչ տառապանքով այս մի կտոր հողի վրա կայունություն ձեռք բերվեց։ Այդ բոլորը կայունությունը խաթարելու միտում ունի, ուրիշ ոչ մի բան։ Պարոն Շիրինյան, հիմա հարցը էսպես է։ Հիմա մեր որտեղ հնարավոր չի չբացատրել, ինչքան խուսափում ես այդ հարցից։ Ցավոտ է, չէ, մարդիկ տուն են գործրել, տեղ են գործրել, բայց այն ժողովուրդները, որոնք որ իրենց հայրենիքում են մնացել, 30 տարվա մեջ պետություն են ստեղծել, մինչև ատամները զինվել են, մինչև ատամները, ակաժները զինվել են, եւ հարցակումը պատական չի եղել այդ ժամանակ, որտեղ իրենք ատամները զինված են եղել։ Այդ հասարակությունը, տվյալ պետությունը եղել արդար, հավասար, ոչ թե հանքերը շահագործեն, հասկանում մի շխում մարդիկ, որոնք անհայտությունից հանկարծ հայտնի են դարձել այդ հասարակությանը եւ տարել են իրական ասպատագիչներ, այդպես եղել։ Իսկ գեներալներ են եղել իրական ոչ տնտեսական գործնեության, ոչ մաֆիոզ եւ այլ։ Եվ նախագահ եղել, այսպես ասել, որոնք չեն կառավարվել ուրիշի կողմից։ Այդպիսի դեպքեր շատ կան, բայց այս Արցախի դեպքը այդ դեպքը չէ, որ մինչև ատամները զինվել են եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա սրանց վերնախավին նայեք, վերնախավի մասին։ Իհարկե վերնախավ ես ձեռառնելու համար եմ ասում, ոչ մի իրենք էլ խոսում են էլիտան, ինչ էլիտա, ուր է այդ էլիտան։ Նախ էլիտան գող չի կարող լինել, շարքային իմաստով կամ մեծ իմաստով, կողոպտիչ կարող էլիտան լինել, նա բարոյական արժեք ունի։ Հիմա ստուգեք, Երևանում դրանք քանի հոգին տուն ունի, չունի։ Ուրեմն սրանց մտքին են գլխից էլ փախներն եղել, ովքեր որ տուն ունեն, բնակարան, այլապես ինչ են եղել Երևանում, Արցախ ազատագրված էր, Արցախը պետություն էր, եւ այսպես Հայաստանին էլ ասում են դու մեր ներքին գործերին չպիտի խառնվես, չէ, հիմա պարզվում է սրանք ոչ միայն բնակարան ունեն, այլ նաեւ հողամասեր ունեն, ջրաղացներ ունեն, հյուրանոցներ ունեն, որոնք մենք գիտենք, չէ, այդ հյուրանոցները Հայաստանում շատ հաճախ ինչեր են, եւ այսպես շարքը շարունակենք։ Այսօր այդ բոլորը միշտեր մեր երկրի զարգացում է պետք։ Հիմա երկու փաստ ասեմ, որ ես մասնագիծ եմ 3 բան։ Երբ հաստատում եմ, ստուգել կարող են ասել, երբ Լևոն Հայրապետյանի այն ապրելու մահվան հարցը կար, Հայաստանում մի հզոր շարժում սկսվեց եւ հիմա կարող են հեռուստաընկերություն առաջինը նայեն, թե քանի ելույթ ես ունեցել եմ։ Ես իրենցից ոչ մեկին իրենց խնամիներին էլ չեմ տեսել։ Խնամիներին էլ Սփյուռքից կային, Արկադիներ, մի քանի հոգի։ Բայց ես եղել եմ սկզբից մինչև վերջ։ Եվ նույնիսկ այսպիսի բան եմ թեզ եմ շրջանառել, որ հայկական կապիտալը պետք է պաշտպանվի, հենց Ռուսաստանի հանդեպ է եղել այս արծ, այս մեկ։ Իրենք չեն եղել։ Լևոն Հայրապետյանը մենք գիտենք, չէ, ով եղել, ինչ եղել։ Եթե Արցախն ունի բարոյական արժեք, Լևոն Հայրապետյանն է։ Եթե ունի Արցախահայ, Լևոն Հայրապետյանն է։ Իրենք հիմա պիտի չեն տեսեք գլուխները կողում են Ջայլամի նման գետնի տակ ու չեն պատասխանում։ Դուք ինչ հարաբերության մեջ եք եղել Լևոն Հայրապետյանի հետ եւ ինչքանով եք պաշտպանել իրեն Կրեմլի դիմաց, թե նպաստել եք։ Այս մեկ։ Երկրորդ հարցը կա։ Այսինքն ով որ հիշում է, ասելիքս կհիշեն։ 14 թվականի հոկտեմբերին ադրբեջանցիները սկսեցին նոր էսկալացիա։ Իսկապես, եւ դա սկսվեց հայկական ուրեմն ուղղաթիռի խոցումից։ Ուղղաթիռը ընկավ Չեզոք գոտում, բանի, այդ սահմանային, եւ 3 օր կարծեմ մնաց
որից հետո Սերան Օհանյանը իր զենքով, զորքով հերոսապար մեր բաների ուրեմն օթաչուների մարմինները դուրս բերեց։ Կենթանի մարդ չի մնացել։ Այդ օրերին եղել է կամ 14-ին, հոկտեմբերի 15-ին թե ինչին, որովհետև այսօր հարց կա ասում եմ, եւ սա պիտի նաեւ ուրիշներն իմանան։ Ուրեմն հարցազրույց է եղել ԹՔ-ի մշակութային միությունում, որին մասնակցել ենք 4 հոգի։ Ուրեմն Վահան Շիրխանյանն է եղել, Վաղարշակ Հարությունյանն է եղել, որ ինչ-որ այնտեղ ինքնաթիռի տոկոսներ էր հաշվում, թե այդ իշկան է մոտիկ եղել հեռու, այսինքն ռուսական շահ էր բաղում։ Ուրեմն եղել Արգադի Տեր Թադևոսյան եւ եղել եմ ես 4 հոգով, հարցազրույցը վարել Արմինե Սիմոնյանը եւ այդ դահլիճը լիքն եղել, լիքը վառացիորեն եղել է նաեւ Ազատություն ռադիոկայանը։ Ես այդ օրը հայտարարել եմ իմ խոսքի մեջ վերլուծելով նստած ենք եղել 4-ով, ասել եմ, որ Արցախյան հարցի, Ղարաբաղի հարցի խաղաղ զարգացման փուլը ավարտվեց այլևս վերջ։ Հիմա խնդիրը ռազմական փուլին է, ով կհաղթի իշխանը ուրիշ է, կարող է ստուգել։ Ես կոնկրետ, որ հիմա ասում են Լևոն Տեր-Պետրոսյան մի հատ ճահճային միջավայր ունի, ոչ մեկը չգիտեր, ոչ մեկը չէր ասել, իրենք որ չգիտեն չեն ասել։ Ուրեմն այսպես ծնում են հայկական սովորությունն էլի, եւ այլն այդպես։ Եվ այնտեղ հայտարարել եմ կոնկրետ, որ Արցախյան հարցի լուծումը խաղաղ փուլի իմաստով վերջացած այլևս պատրաստվել պատերազմի, պատրաստվել են պատերազմի, կյանքը ցույց է տալիս։ Ուրեմն սա երկրորդ, չէ, երեկվան եմ ասել։ Ես հետո այդ տարիներին էր, որ երկար մտածելով եւ այդ հիմա խոհանոցային հարց է, ինչպես լրատվական ռադիոյում այն ժամանակ շաբաթը մեկ ես խոսում էի, բան էի տալիս, ես առաջադրեցի Քուրարաքսյան Հայաստան ստեղծելու գաղափարը, հետևյալ, ոչ թե ես շատ էի ուզում, որ պատերազմ լինի եւ Քուրարաքսը, իհարկե ուզում էի, բայց հենք ուրիշ էր։ Ես ասում էի, որ այն սահմանները, որ գոյացել են այսօր, այն վիճակը, որ կա Ադրբեջան, որը անընդհատ զինվում էր, հիշեք հաղորդագրությունները։ Այսօր առավոտ լսում էինք Արցախյան Մարտակերտի, չգիտեմ, մետեղ ամասում դիպուկահարից ծոհվել է հայ երկու զինվոր կամ մի զինվոր, քրեական գործ է բացված եւ այսպես ես միշտ հարցրել եմ, թե այդ քրեական գործերում համար եք բացում, ինչ եք ասում։ Այդ զոհերներն իրենց տերմինն ունեն, որը ես կենթանի իմաստով մի անգամ Լևոն այդ Մնացականյանից եմ եղել ենք որ մինչև հիմա սարսուռ եղել, հարցրել եմ, ասել եմ այդ տերմինը ճիշտ է օգտագործելը։ Մենք ունենք 3 կորուստ։ Կորուստը մարդը ինչ է, բան մեր, այսինքն մեր զինվորներն են, չէ՞։ Պարշինյան, բայց հիմա կարճ է։ Հիմա դրա ընթացքում ես ասում եմ, որ Քուրարաքսյան Հայաստանը պետք է ստեղծվի, որտեղ այս դիրքով այս ձևով հնարավոր չի բայել կամ դա պետք է ստեղծվի, կամ պետք է բան Եվլախ դուրս գանք, որովհետեւ Ադրբեջանը հարկադրված լինի բանակցություններ նստելու։ Ոչինչ չեն արել, մեկ-մեկ էլ հայվան կա, մեկ-մեկ գրում է Քուրարաքսը ինչ եղավ։ Ապուշ, եթե դու ես բանակ ղեկավարը եղել կամ մատակարարը, ես դոկտոր եմ եղել, ես քեզ կոնցեպցիա եմ առաջարկել հիմնավորումով։ Այդ դու պետք է անես, ես պետք է ասեմ ինչ արիք։ Հիմնավորումն էլ է եղել, ոչ մեկը այդ դրա մասին վերջի խոսակցությունը եղել է 20 թվականի հունիսին կամ հուլիսին Եղնիկներ Զորամասում, Եղնիկներ Զորամասի հրամանատարի հետ։ Ասել եմ, ինչ կանեք Քուրարաքսը եւ այլն, ինչ որ ասեցի պիտի լինի, մի երկու գնել խեղճուկարակ երկինք նայեց, տեսի չեմ ասում, երևի գիտես, չգիտեմ ինչ։ Եվ այդպես պատերազմը սեպտեմբերի 27-ին եղավ։ Հիմա սա էլ է եղել եւ նման բաներ։ Հիմա սրանից հետո հարցակում է Լավրովի պլանով պատերազմ է եղել ռուսական, ռուսկի միրը վերականգնելու համար, Ադրբեջանի եւ բանի այսպես Ռուսաստանի միջև եղել է, ասեմ ինչ, նավթային, գազային բան, գործարք, նավթը ծախիր, կտամ իմ նավթը կծախես, Արցախը քեզ դինի։ Եվ այսպես այս սխեմայի մեջ 1100 արցեր կան, բայց սխեմայի եւ Արցախը այդ վիճակին է հայտնվել, այսպես հիմա Արցախ գնալ, չգնալ, այսինքն ինչ ասես կխոսեն, չէ, ասում են մարդու լեզվի տակը փուշ չկա։ Հիմա
Ես դրա զուգահեռ ասեմ, որ քաղաքացին իմանա, այդպիսի օրինակներ շատ կան աշխարհում։ Ես չէ որ եղել եմ պարտավորականության կողմը, բայց այն օրվա պարտավորականները հիմա հերոսաբար պաշտպանում են մի բան, որը ենթատեքստ Հայաստանում իշխանություն տապալելն է։ Այն որում ընտրությունները դիմաց է, չեն ուզում ընտրությունները, որտեղ գիտեն դա չի լինելու։ Հիմա Ավստրիան նայում եք, Ավստրո-հունգարեցին չէ մնացել։ Հունգարիան նայում եք, գիտեք քանի տոկոս հունգարական տարածքի չկա։ Հիմա կոնկրետ Գերմանիային գանք։ Կալինինգրադի մարզը, որտեղ բազմաթիվ այսօր Շաումյանի շրջանից հայեր են ապրում եւ այլն։ Դա մաքուր գերմանական տարածք է, Պրուսիան է, Քյոնիգսբերգն է, Կալինինգրադ քաղաքն է, որտեղ Կանտի համալսարանն է, արձանն է եւ այլն։ Հիմա հարց եմ տալիս, գերմանացիք չեն հիշում, որ դա Պրուսիան է։ Ինչու չեն հարցակվում, ինչու չեն տեղափոխում, ինչու չեն անում, որտեղ գիտեն, որ դա չի լինի, բայց գերմանացիները ինչքան քանի տարի համբերեցին, բայց պատրաստվելով 49 թվից սկսած 91-ին չէ միացրին Արևելյան Գերմանիան։ Պարոն Շիրյան, ուզում եմ վերադառնանք մեր ժամանակներ։ Վերադառնանք մեր ժամանակներ։ Դե բլեֆի մեջ են, որ իմանան ինչ են անում, ասեք, հիմա խնդրեմ։ Քանի որ վարչապետն էլ այսօր նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել են, որ որոշ ուժեր պլանավորում են նոր սեպտեմբերյան պատերազմ կամ սեպտեմբերյանը պայմանական է նոր պատերազմ, ինչ հասկանալ, այսինքն ինչ ուժերի մասին է խոսում վարչապետը։ Բախում է լինելու եւ դաշնակից չենք ունենալու։ Մեր դաշնակիցներ հրահրելում է, դա իրենց է հրահրում։ Որ ուժերի մասին է խոսքը, ներսում որ ուժերն են։ Ռուսական սեգմենտը, Ղարաբաղյան կլանն, ինչքան ասեմ, ռուսական օլիգարխիան, ովքեր որ անարդար հարստացել են եւ Հայաստանի ազգային հարստության սեփականատերն են այսօր, որ մեր պետությունը չի այդ սեփականատեր, այս պետությունը չկարողացավ դրանց ոչ պատժել, ոչ էլ փողը հետ բերել նորմալ։ Բայց որ պատժված լինեին այդ ամենի համար, ու այսպես չէր լինի։ Հիմա ինչ որ ստացվել է, պետք է շարժվել առաջ։ Պատերազմ կարող է լինել, թե եթե այդ հարցերը գալիս են, ես չէ որ պետք է վախեցնեմ, չեմ էլ վախենում, բայց միանշանակ այդտեղ եթե պատերազմը շատ բարդ է լինելու։ Այստեղ դուք այս հարցը պետք է Արարատ Միրզոյանը, եթե ուզում է հարցը բարձել, գուցե արել է, այ հիմա պետք է Մակրոնի հետ խոսի, եւ դե խոսի Թրամփի հետ, Ռուբիոյի։ Ասի, եթե այս ձև լինի, մենք հրաժարվենք, ինչ է լինելու։ Նրանք հաստատ պատասխան ասել են, ձեզ տեղ չենք լինելու, որ դա տարածքային ամբողջականությունը որպես սկզբում չի խախտվելու, չեն սիրում, չեն արգում, այս պարագայում օգնում են։ Այն պարագայում չի լինելու, Հայաստանը մնալու է մենակ, մնալու է Ղարաբաղյան կլանով, այն խեղճ ու կրակ այս ժողովրդով աղճատված Արցախյան գիտակցան ժողովրդի մասին է, որ չի ճոգելու ինչ է կատարվում, մնացած դուք պատկերացրեք։ Այդ բոլոր ուժերը ուղղակի խոսում են խաղաղության մասին։ Մեկն ասում է ուժերը, մյուսն ասում է երաշխավորված խաղաղություն, մյուսն ասում է երաշխավորված Պապայի մասին է։ Ռուսը երաշխավորում իրենց խաղաղությունը։ Արցախահայությանը ինչքան որ երաշխավորեց, այդքան էլ իրենց Պապայի մասին է խոսքը։ Իրենք ուզում են երաշխավորված խաղաղություն, որը ուրեմն ռուսական երաշխիք է։ Քանի տոկոս է դա ճշմարիտ դուք նայեք եւ երկրորդ ես ընդհանրապես չեմ ուզում ռուսի երաշխիք, ինչ են ուզում մեզնից։ Չեմ ուզում։ Ուղիղ չեն կարող ասել, որ դա ժողովուրդը գիտի դա։ Ես բաց եմ ասում։ Ռուսական երաշխիք են ուզում, ինչքան որ Արցախահայություն ունեցավ երաշխիք, այդքան էլ էս 30,000-ն է ունենալու։ Պարզ է, մնացածը վարչապետն ասաց էլի, մեր երաշխավորը մենք ենք։ Այդ գիտեք դրա փակագծերը բացել ինչ է դա նշանակում, մենք ինչ Այսինքն մենք եթե արժանապատիվ քաղաքականություն անկախ կվարենք, բարեկամներ ու դաշնակիցներ ունենք, բանակներ կվերազինենք, ինչպես վերազինում ենք, ինչպես հիմա լինում է։ Հնդկաստան էլ կա, ուրեմն վաղը էլի նորից Իրան էլ կա, Պարսկաստան, Մայքլ Ռուբիո էլ կա, Մակրոն էլ կա, շատ կա, այս պարագայում։ Պարոն Շիրյան, այսինքն բոլոր այն ուժերը, որոնք ասում են հայտարարում են սեգմենտ ռևանշիստները։ Ձեր բառերով ասած ռևանշիստները, որոնք հայտարարում են, որ գալով թրիփ բերելու են մեկ այլ պետություն, լավ են անում։ Ես ասում եմ լավ են անում։ Ռուսները պետք է գնան, ամերիկացիք կան, լավ են անում։ Իսկ իրենք Ռուսաստանին հանձնած երկրից ինչ են ուզում։ Ես դա այդ դեպքում իրենց առաջարկ ունեմ, դոլարը փոխում են ռուբլու եւ կամազով բարձած այդ ռուբլին հետները տանում, առևտուր են անում։ Իրենցից որևէ մեկ գնում է Ռուսաստան հանգստանալ, Ռուսաստանում ապրելու, դոլարով են պահում իրենց գումարները, հաշիվները, որ անում են։ Դուք լսել եք, որ այդ տատական գործի մեջ, ասենք XY-ը, ասենք տվյալ բարակայում
Քոչարյան Ռոբերտը պետությանը պատկ է 4 միլիարդ ռուբլի։ Ասում են, այս պետությունից գողացել է, ասենք, 2 միլիարդ դոլարով է հաշվում, թե ռուբլիով։ Ինչ են ուզում մեզնից։ Այս ժողովրդից ինչ են ուզում։ Դրանք հայկական կրթություն չունեն, նկատի ունեցեք։ Հայ մշակույթ գիտեն, հայ բանաստեղծություն գիտեն, հայ պատմավեպ գիտեն։ Եթե լիներ կոնե Սամվելը կարդացած կլինեին դրանց երեխեք։ Կիմանային ինչ անեն իրենց ծնողների հետ։ Բայց գալիս են ինքնություն փրկելու։ Այդ ինքնությունը մեզ պետք չի, դա ռուսական ինքնություն է, գողական ինքնություն է, ձեզ պետք է, ում է պետք է այդ ինքնությունը։ Եթե այդ ինքնությունն եմ փրկում, ես չեմ ուզում փրկվել։ Ինչ ինքնություն է։ Եթե մարդ հայերեն խոսել չի կարող, նայեցեք, ինքնության հարցը բաղադրիչ ունի։ Արի տվեք ասեմ։ Հերձերն ասում է, որ գոյություն ունի ժողովրդի ոգի։ Հերձերն էլ չասի այդպես է, որի բաղադրիչը մեկը լեզուն է, հայոց, ասենք հայոց լեզուն, գերմաներեն լեզուն, մյուսն էլ հոգեկան աշխարհն է, նրա բաղադրիչները։ Որ լեզվով խոսում ես, քո ինքնությունն է, որպես մայրենի լեզու կրթական։ Հիմա սրանց լեզուն ռուսերենն է, թե հայերենը, որ գրում են, այն որ թղթի վրա գրում են մայրենի լեզու, ռուսերենն է, չէ՞ իրենց մայրենի լեզուն։ Իրենք այդ ինքնությունն են ուզում փրկել, ես չեմ ուզում։ Մենք փրկել ենք մեր ինքնությունը։ Մեր ինքնությունը փրկված է։ Այն մեկը վերադառնում ուրիշ տեղ, մոնղոլ-թաթարական, սլավոնական ինչ-որ աղջատված եվրասիականություն։ Մենք եվրասիացի չենք։ Պուտինն է եվրասիացի, Դուգինը, Այն Կուրգինովը եւ այլն, Արա Աբրամյանը եվրասիացի է, մենք եվրասիացի չենք, մենք Պոմպեոսի Տիգրան Մեծի հետ դաշինքից սկսած եվրոպացիներ ենք, արևմուտք արևելքում, այսպես ասեմ։ Եվ դա ստեղծած ժողովուրդ ենք։ Իսկ ինչի արևմուտքի անունը լսելիս, ինչպես Սարհատ Միրզոյանը նաև այսօր հայտարարեց, որոշ երկրները խրտնում են, ցնցում են։ Որտեղ ռուսներն են խրտնում։ Հիմա եթե ռուսները չխրտնեն, կգնան այնտեղ, հիմա տեսեք ինչ կա, Լևոն Տեր-Պետրոսյանի միջավայրը, չէ՞, հոտա հայկական միջավայր չի քաղաքականով, էլի Ռուսաստան է, բայց այն ժամանակ Ռուսաստանը երկու թև ուներ, Գորբաչովյան եւ Ելցինյան։ Իրենք ռուսական Ելցինյան թևն էին, իրենց կթու մայրիկներ Գալինա Ստարավոյտովան էր, որ Պուտինի ժամանակ իր դրան վրա սպանվեց։ Գալինա Ստարավոյտովան եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի падգամավոր, որին ընտրել է ՀՀՇ-ն։ Եղավ սրանք եվրոպամետներն են, այնքան իշքան Պուտին Ելցինը եվրոպամետ էր, իրենք այդքան էին։ Այսինքն դա մեր ժողովրդի հետ շկապ ունի, մեր մշակույթի հետ շկապ ունի։ Դա քաղաքական շարժ եղել, որ իրենք արել են, բա եվրոպացի են, այդտեղ Ելցինի իշքան եվրոպացի, իրենք այդքան եվրոպացի են։ Եվ նաև Եվրամիության աջակցությունը հատկապես հիբրիդային պատերազմի դեմ, ինչու է այդքան։ Բա չեն, ես ասեմ, երեք տալիս եմ եղել եմ որտեղ, Սիսիան եմ եղել, ուրեմն գյուղերից Արմաշում եմ եղել, ժողովրդի հետ, էլի, տարբեր, պատկերացրեք հանդիպումներ եւ այլն։ Մի հատ ռիսկ անեն, սրանց առաջարկեք իրենց ինքնությունը փրկելու համար առանց թիգնազորի ելնեն մի մեքենավ, ամեն մեկը գնա այդ տարածք, մի հատ այդ ժողովրդի մոտ գնան, մի հատ բարևեն խոսեն։ Առանց թիգնազորի, առանց այդ տգեղ քարոզչամիջոցների։ Ընդ որում քարոզից ահռելի տհաճություն կա ժողովրդի մեջ։ Այս բաները բայրակթարների փոխարեն հիմա էլ բաներն են, ինչ որ գնացներ, գնացքա մեքենաներ, գնում գալիս են, գիտեն ժողովրդի դուրը գալիս է։ Հիմա դրա համար մեկը Սիսիանում եմ կարծես, ասեց Սամվելին էս թաքնվածին ինչ է ուզում մեզնից, փայլում մեքենաներով։ Ասի ինչու է թաքնված։ Դե ասեց բահին է, չէ, դրանց մաման չէր, կերակրում էր։ Այսինքն ժողովրդի մոտ էլ ընկալում կա, թե ով որտեղից է գալիս, ինչ նպատակ ունի։ Դե խապեն, չէ։ Ինչ գիտեն, խապել գիտեն, չէ, խփել գիտեն, հիշում եք Սերժին, իշքան գուզեն կխփեն։ Հիմա իրենք երազում են իշքան ուզեն խփել, բայց ժողովուրդը խփելու է վերջացել դա։ Վարչապետի թեկնածուն ամեն դեպքում ով է իրենց, բոլոր հավաքական ուժերի։ Գոբելկին ում ասի։ Գիտեն Քոչարյան Ռոբերտն է, Սամվելն էլ հույս ունի, որ ինչ-որ ֆոկուսով պետք է Վայմարյան հանրապետություն սարքեն, Հիտլերը չկարողացավ, գլխին փորձանք դարձավ։ Այդպես մի բան պետք է ինքն է։ Սրանք նաև կատաղի մրցակիցներ են, չէ՞ իրար հետ։ Այն չի որ ախպերներ են, բայց այն ռուսական սապոկը վերջի օրը կասի
Ասես կույսն է ու վերջ, այդ կույսն էլ հանկարծ դուրս կգա, ասենք որտեղից։ Ոնց է, այդ ջրի միջից հավերժացիպես դուրս կգա, ոչ են, ոչ ոն։ Այդ նույնը այսպես է, ոնց որ թե Բագո Սահակյանը դրանց իշքան է կերցրել, ենթադրում եմ, չէ, ռուսներին։ Գիտե թողել են փախնե ինքը գնա Կրասնոդար գոնե ու գնա Նեապոլ են ասում են տուն ունի, օպերային թատրոն, պատկերացնում եք Բագո օպերային թատրոն, բան, խայտարակություն էլի։ Պուտինը վերցրեց տվեց Ալիևին։ Ու վերջ։ Հիմա ասում են Նիկոլին ասում բեր։ Չէ, ասում են, որ նաև եթե իրենք կան իշխանության, իրենք կկարողանան բերել։ Ինչը։ Իրենք չեն գալու։ Սամվել Կարապետյանն է հայտարարում, այսինքն իրենց հնարավոր բան չի։ Իրենք գիտեք ինչ է, միշտ այդպես է։ Ոնց ասեմ, կույսը գիտես աղաշխարում կույս են, այն մյուսներ գիտես աղաշխարում են, ոչ են։ Իրենց վերադարձ չի լինելու, ինչու։ Մեր ժողովուրդ արյան բաղնիկով է անցել եւ հեղափոխություն է արել։ Եվ իրենք հավերժ նախնիներ են։ Ռևանշիստ նախնիները հավերժ նախնիներ են ու վերջացած է ուղղակի իրենք կարող են մխտրել ինչ որ անում են այսօր։ Պարոն Շինյան, Վեստիլ հրատվականին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է հարցազրույց տվել Եզրաս Ներսիսյանը եւ հայտարարում է, որ եկեղեցին երբեք չի զբաղվել եւ չի զբաղվելու քաղաքականությամբ անկախ այն հանգամանքից, որ փորձել են արվում ներքաշել այդ դաշտ։ Ում կամ ինչ նկատի ունի Եզրաս Ներսիսյանը ներքաշել ասելով, այսինքն այս Գերտաստանը Հայաստանի կլաններից մեկն է, Ներսիսյան կլաս Ներսյաններ են, չէ՞ ինչ-որ Ներսիսյաններ են։ Ուրեմն ով է, այդ կլանն է, իր հայտարարությունը քաղաքական է, հենց քաղաքական հայտարարություն է։ Իսկ ով է իրենց ներքաշում քաղաքականության մեջ, ասում է որ Ռուսաստանը։ Ես օրինակ այս Սամվելի բարագայը մի քիչ չեմ ճանաչում, ինչպես ցանկացածին, որ այդ ցանկությունը չունեմ ճանաչեմ։ Ինձ թվում է, բա Սամվելին պետք է գրեր այստեղ KGB-ի պատվալում ապրեր։ Պետք է ուղարկել են։ Դա բանը այն Ռուբեն Վարդանյանին պետք է Ստեփանակերտից կարող Երևանում վարչապետ դառնար։ Այդ դրան կարող է պետք է, դրան էլ ուղարկեցին Բաքու։ Ուրեմն այնտեղ կա մի աներևույթ կառույց, որը ռուսական KGB-ն է, իր հմայքով, հզորությամբ եւ արյունարուշտությամբ չանեն կսպանեն։ Բա իհարկե, այդ Լիտվինենկո եւ այլն, Ստարավոյտովա եւ այլն ինչ եղել է, չէ։ Իրենք եթե չանեն, դրա համար մտածում եմ, որ այս օրինակ սրան, օրինակ ինչին է պետք, Սամվելին դաստե վարչապետ դառնա, այնտեղ ինչ-որ բաներ բերի, խամաճիկներ են խաղացնում, բաներ են անում, աշխատատեղեր են ստեղծում, երեք արմաշում են, ասում եմ, ես կան աշխատասերանք կռռում են, էլի։ Դե նրանք այդ ժողովուրդը Հովիկ Աբրահամյանն է տեսել, սրանցից այս ժուլիկներից, բաներից, այսինքն անհետ խոսակցություններ են, տոկոս իշկան կտանեն, իշկան կխփեն։ Այ եթե Հայաստանի կառավարությունը թողի որ խփեն, իրենք կխփեն, բայց Հայաստանի կառավարությունը ֆիզիկական չէ, ուրիշ իմաստով սրանց պետք է խփի եւ վերջացնի։ Ինչպես պարոն Շիրինյան, այսինքն նստեցնի, ցանկացածը վրա հազարդ գործ կա, որ մեկին կար ամեն տեսնում եք, մի տեղը վերջանում է, գործը մի տեղը սկսվում է, մի տեղ չէ, այդեն չի ամեն մեկը։ Այսինքն ընտրապայքարի մեջ պետք է չմտնեն։ Իհարկե չպետք է մտնեն, ինչ իրավունքով։ Մենք հեղափոխություն ենք արել իրենց տապալելու համար, իրենք հիմա ուզում են ուրիշ ձևով, այսինքն ժողովուրդը սրանց պատուանից դուրս է շպրտել, դռնով ուզում են ներս վերադառնան, այդ չի, բայց հետ դուրս գցել։ Ինչ է, հեղափոխությունը ո՞նց է հասկացվում։ Ու վերջ։ Պարոն Շիրինյան, ես նաև ճիշտ եմ հասկանում, որ որոշ հոգևորականներ եւս նախընտրական, քարոզչական process-ներում մասնակցություն ունենալու են։ Այդ նույնն էլ ասում եմ, հիմա դրան դուք տեսել եք, չէ՞, Էզրաստը Եզրաս ավելի է ասում, բայց Եզրաս ասեմ։ Պուտինը որ շքանշան տվեց։ Այդ ինչ է նշանակում։ Գնա տղաճան կռիվ արա։ Հիշում եք, ֆիլմ կա եւ դա իրական պատկերը Հիտլերը վերջին անգամ որ բունկերից դուրս է գալիս, երեխեքին կարմիր խաչ է, փոքրերին 14-13 տարեկան կախում, այսինքն դավայ գնա կռվի, գնա զոհվի, հրաման է, հյուրերը հրամանեց, այդ հյուրերը կախել որ այդ զոհվեն, այդ սեչե հետ են վերցնելու, բաղ ինչ եք կարծում, եկեղեցին պետք է ազատագրվի,
այդ Նկերտաստանից եւ ընդհանրապես որևէ օտար ազդեցությունից։ Եզրաս Ներսիսյանն էլ հայտարարում է, որ եկեղեցին իրավունք ունի բարձրաձայնելու իր արդար ձայնը, որպեսզի ժողովուրդը ձգտի ապրել Աստծո ճշմարտությամբ։ Եթե մենք նա ես մի ընկեր ունեմ մեր արգիշտի շատ լավ գիտի բանը, մեր աստվածաբանություն լավ գիտի, ասում է աղոթում ենք, ասում է, բայց Աստված որ խաբար ես, Աստված քո աղոթ կընդունի թե չէ, դու ով ես։ Աստված է աղոթ կընդունում կամ առաջարկը եւ այլն։ Հիմա եթե մենք նորմալ ուժեղ պետություն լինեինք, ասենք լինեինք Իսրայել եւ Մոսադ ունենայինք, վաղուց Մոսադը բաժել էր Եզրասին հայ երիտասարդությանը ռուսների համար ռազմաճակատ ուղարկելու համար, ուկրաինական ռազմաճակատ։ Վաղուց պատժել էր, չէին նա երկար բարակել, բան բացադրել, ինքն էլ բան բացադրել, հաստատ պատժել էր։ Այսպես է այդտեղ Իսրայելի ուժը, Մոսադի մեջ է։ Այսինքն իրավիճակը ճիշտ եմ հասկանում, պարոն Շիրինյան, որ միջև ընտրություններ ավելի է շիկանալու նման հայտարարություններ Արցախի մասով։ Բայց բան չեմ տեսնում, ասեմ ձեզ, հիմա դա բնական է իմ հանդիպումները։ Դե ես Գորիսել եմ գնացել, Մարալիկ եմ, հիմա մարդիկ արդիկ ես ձմեռվա եւ Շարեմ, Գյումրի եւ այլն։ Անտեղ կա երկու ուժ, Փաշինյանի վերաբերյալ ասեն, չասեն, երկու խոսք ասում են, ինչու այդ մարդասպաններին ովքեր որ են հիմա են չեն, ինչու չի բաժում, բայց ասում են իրեն ձայն ենք տալու եւ ասում են ՔԺԳ-ին անպայման ձայն ենք տալու, ուրիշ անուն չկա։ Ես չեմ լսել քրիստոնյա ժողովրդական կուսակցությունից այդքան բան։ Որովհետեւ ասում են տարիներ շարունակ 6-7 տարի է դուք մեր մեջ եք։ Առանց աղմուկի, առանց եւ այլն։ Երեկել հենց խոսակցություններ ունեցել եմ, ես որ այդ իրենք ուռճացնում են, ստե նայում են մարդիկ մտել են Facebook-ի մեջ, իմ մոտ էլ կա, այսպես գժված նայում են, թվերը նայում են, դրանք էլ թվեր են սարքում տակ, այս կոմենտում դերում են, նկարվում են, բան։ Ինչ են փակ հանդիպում անեն։ Ես առաջարկել եմ իմ նման թող գնան մի մեքենայով, չէ, երկու մեքենա, որ երկրորդ մեքենայում ուտելիք տանեն, որովհետեւ իրենք չեն կարող չուտեն, բոլ ուտեն, էլի խորոված բան։ Երկու մեքենա թող գնան Հայաստան ման գան, առանց ախրանայի։ Կարող են։ Մարտահրավեր է, պարոն Շիրինյան։ Մարտահրավեր է, հուսով եմ կլսեն ձեզ։ Սիսյանից Գորիս կհասնեն։ Իսկ ինչ կարող է լինել։ Չէ, գիտեք, բաներ ասում Միքայել Նալբանդյանը, մուժիկը որ բան կացնի դիմից, այնքան են նադայել անելու, որ միտեղ սրանց բռնելու են պատժեն, էդ էլ կա։ Խփելու են, իրենք տոկոս են խփում, նրանք էլ ուրիշ տոկոս կխփեն, ինչ-որ մարդիկ։ Հանրությունը նկատի ունեք, պարոն Շիրինյան։ Ով։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք։